Դուք երբեք չեք կասկածի այս տղամարդուն, նույնիսկ եթե նա ձեր հարևանը լինի։ Չենք մոռանում բաժանորդագրվել Նարեկ Դեմիրճյան էջին։ Նա սպանել է ավելի քան 30 աղջկա, բայց նրա զոհերը մինչև վերջին վայրկյանը չէին հավատում, որ վտանգի մեջ են։ Հոգ տարեք ձեր մասին յետասարդ, դուք կարող էիք հիանալի իրավաբան դառնալ։ Սրանք դատավորի իրական խոսքերն են ուղղված պատմության ամենադաժան սեյրական մարդասպանին, Թեդ Բեդիին, 70-ականների Ամերիկայի սարսափին։ Նա խելացի էր ու հմայիչ, բայց այդ դիմակի տակ թաքնված էր գիշատիչ, առանց կարեկցանքի։ Բադին ոչ միայն սպանում էր, նա դաժանաբար բռնաբարում էր իր զոհերին, ջարդում նրանց գանգերը։ Նա ձևացնում էր, որ օգնության կարիք ունի, օգնություն էր խնդրում եւ սրտացավ ուսանողուհիներին հրավիրում իր մեքենայի մոտ։ Այնտեղ աղջիկներին սպասում են ձեռնաշղթաներ, պարաններ, դանակներ ու մղձավանջ, որից փրկություն չկար։ Նա ահաբեկում էր մի քանի նահանգ միաժամանակ, երբ նրան վերջապես բռնեցին, նա 2 անգամ փախավ բանտից, ծաղրելով ամբողջ համակարգը։ Նույնիսկ դատարանում նա շոու էր սարքում, ինքն իրեն պաշտպանելով որպես փաստաբան։ Պաշտոնական տվյալներով նրա զոհերի թիվը 30-ից ավելի էր, բայց իրական թիվը գուցե երբեք չիմանանք։ Նա ապացուցեց, որ ամենասարսափելի հրեշը նա է, ով արտաքուստ սովորական մարդու տեսք ունի։ Բադի պատմությունը քանդում է այն պատրանքը, թե չարը միշտ նկատելի է։ Հիշեք, երբեմն մղձավանջը գալիս է քաղաքավարի ձայնով եւ վստահ ժպիտով։ Չենք մոռանում բաժանորդագրվել Նարեկ Դեմիրճյան էջին։ Շնորհակալություն։